անցնելու հնարավորություն չկա։ Գյումրու թաղամասերում Գարնանային անձրևը ռոմանտիկայի մասին չի երգում, մասնավորապես Շառլ Ազնավուրի փողոցին հարակից տարածքներում եւ քաղաքում հայտնի ֆոնդի տների հատվածում յուրաքանչյուր անձրևային եղանակ վերածվում է իրական խնդրի։ Այստեղ անձրևաջրերի բնական հոսքի ուղղությունը գնում է ուղիղ սեփական տների նկուղները։ Տների մեջ լրիվ խոնավություն է, խնդրեմ կարող եք նկարել ու տեսնեք ինչ վիճակ է։ Առաջի օրը հնարավոր չէր քնելու լիճնձի համար, որովհետև այդ խոնավությունը, այդ բանը լրիվ հոդը հնարավոր չէ։ Դե վերջի առաջ կոմֆորտ մարդիկ ամեն կոմունալնի ուզումները անում են, ամեն ինչը տեղին է, չէ, չեն ուշացնում, բայց վերաբերմունքը ապրելաձևը մարդկային բանով չէ։ Բնակիչների պնդմամբ ջրահեռացման համակարգը փաստացի չի գործում, ինչի հետևանքով ջուրը կուտակվում է թե ճանապարհներին, թե տների հիմքերում։ Այս տները ուզում են որ լրիվ պատվալային հարգային ջուր է, երկրորդն էլ այն տներն որ չեն կարող անցնել։ Ու մարդիկ, որոնք ստեից գալիս են կնումդեղ երեխեքը եւ այլն ստեղ ինչ թաղ։ Գոհար Մարտիրոսյանի խոսքով բազմիցս դիմել են տարբեր պետական կառույցների, սակայն խնդիրը շարունակում է մնալ անլուծելի։ Ավելին, մարդիկ ստիպված են սեփական միջոցներով լուծել խնդիրը։ Բնակիչները խճաքար են ձեռք բերել ճանապարհը բարձրացնելու եւ գոնե մասամբ ջրի հոսքը կանխելու համար, սակայն այս քայլերը ժամանակավոր են եւ չեն կարող փոխարինել համակարգային լուծմանը։ Մշտապես ամեն տարի այս վերջի տարին ահավոր վիճակ է։ Դիմել ենք, ամեն տեղ դիմել ենք, Մազբեդարան, քաղաքապետը ջերմողը լրիվ ասում են, այդ մեր գործը չէ, նրանն է, նրանք նրա վրա, պես ստրելքով, հա, ուղղակցում են նրա ու վիտոգին հեչ մարդ հեչ բանով չի զբաղվի։ Պետությունը չի բերեշիբին լծել են, որ մարդիկ ուղղացնեն են, բայց տեղ մի ինչ վիճակի որ չեն կարող, չէ, որովհետև այս ինչ է։ Մինչ բնակիչները շարունակում են պայքարել առօրյա դժվարությունների դեմ, Գյումրու համայնքապետարանից այսօր լրատվականին հայտնեցին, որ նախատեսում են այցելել տարածք խնդրին տեղում ծանոթանալու եւ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը Հայաստանի եւ Արցախի քարտեզը ցույց տալով նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդ քարտեզը միասնական էր, մինչդեռ որոշ ժամանակ անց Արցախի մի մասը կտրվեց։ Հարցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. Տեսեք, այս ձեր ցույց տված քարտեզի վրա այս մի կտորը գույն չունի, ընդհանրապես գույն չունի։ Եվ այն ինչ որ դուք նկարագրեցիք Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդին եւ մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու process-ը գիտակցության եւ գիտելիքի արդյունքում եւ ես հպարտ եմ որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Ինչ որ դուք նկարագրեցիք, դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք, որ ես ձեզ արգելել եմ Արցախ բառը ասել, դուք 5-6 անգամ այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում այդ անունը ասեցիք։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, որ մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք։ Այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ եւ ամեն ինչ ունի իր պատճառը հետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը որ ըստ էության ստացվում է որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ
Այո, եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորությունն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանամ, ումից ենք թաքցնում։ Այն որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ներողություն 4-օրյա պատերազմի զենքի ոչ մի պակաս չի ունեցել։ Այդ փաստը պետք է առերեսվենք, թե չէ։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ես նախորդ անգամ էլ ասի 2023 թվականի իրադարձությունների ժամանակ անվտանգության խորհրդի նիստում քննարկում ա եղել եւ բնականաբար մենք տեղեկություններ ունեցել ենք, թե սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել եւ ինչ հատված կա մտել process-ի մեջ։ Չնչին աննկատ մասը եւ այս խոսույթին հակադրել զոհերի գործոնը կներեք այդքան է պրոֆեսիոնալ չի, ես բոլոր զոհերի առաջ ծնկի եմ գալիս եւ խոնարհվում եմ, բայց դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Նոյեմբերի 5-ին գիտեք ինչ այդ խոսույթները, գիտեք մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակիցը։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում քննարկել են ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործակցությունը, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացումը։ Պուտինն անդրադարձել է Հայաստանում սպասվող ընտրություններին, նշելով հույս ունի, որ ներքաղաքական գործընթացները եւ սրացումները որևէ կերպ չեն վնասի հայ-ռուսական հարաբերություններին։ Армении очень много друзей, очень много. Հայաստանում մենք շատ բարեկամներ ունենք, շատ հայեր են ապրում Ռուսաստանում, մեր հաշվարկներով ավելի քան 2 միլիոն, կան նաև բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Ես ձեզ անկեղծ կասեմ, մեր երկխոսությունը միշտ եղել է բաց եւ ուղիղ։ Մենք կցանկանայինք, որ բոլոր այդ քաղաքական ուժերը կարողանան մասնակցել ընտրություններին։ Գիտեմ, որ նրանցից ոմանք կալանավորված են, նույնիսկ ունենալով Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ցանկալի կլիներ, որ նրանք կարողանային մասնակցել քաղաքական գործընթացներին։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ինչ էլ տեղի ունենա, Ռուսաստանը միշտ առաջնորդվելու է նրանով, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից։ Ես դա միշտ ասել եմ եւ ուզում եմ կրկին ընդգծել։ Հույս եմ հայտնում, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր ընդհանուր տրամադրվածությունը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ կշարունակվի։ Արձագանքելով Հայաստանի վարչապետը շեշտել է. Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ միշտ կան ակտիվ քաղաքական գործընթացներ։ Նիկոլ Փաշինյանը մատնանշել է, որ Հայաստանում օրինակ սոցիալական ցանցերը 100% ազատ են եւ որևէ սահմանափակում չկա։ У нас предстоят парламентские выборы, это выборы депутатов. Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ դրանց արդյունքով փաստացի ընտրվում է նաեւ վարչապետը։ Ուզում եմ ընդգծել, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Ամենայն հարգանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ Հայաստանի Սահմանադրության համաձայն նրանք չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու։ Ուստի այստեղ որևէ սահմանափակում չկա։ Ես լիովին վստահ եմ, որ դուք գիտեք, վերջին տարիներին մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաեւ մեր անձնական հարաբերությունները, անցել են բազմաթիվ
փոխգործությունների միջով։ Ես շատ ուրախ եմ եւ ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն վստահելի մթնոլորտի համար, որը ստեղծել եք նախ եւ առաջ դուք։ Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը ել ավելի կամրապնդվեն եւ մեր հարաբերությունները նույնպես ընտրություններից հետո կշարունակեն դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով անվտանգության հարցերին Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամենազգայուն հարցը մնում է Ղարաբաղի թեման։ Վլադիմիր Պուտինի խոսքով գիտեմ, որ ՀԱՊԿ-ի հետ կապված դժգոհություններ կան, սակայն Պրահայում Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այո, Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, արձագանքել է վարչապետ Փաշինյանը։ Հիշեցնենք, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պատասխանելով 10-ի հարցին Պուտինը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս են։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա Փաշինյանը նշել է, որ ինքը թափանցիկ եւ հրապարակայնորեն հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն հաստատվել է խաղաղություն, եւ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այսպիսով մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ, որ սա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ ունեցած խնդիրները եւս երբեք չի թաքցրել։ Наши проблемы с ОДКБ тоже мы никогда не скрывали, потому что у нас в 2022 году 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ եւ իմ կարծիքով ՀԱՊԿ մեխանիզմները պետք է գործեին, սակայն չեն գործել։ Եվ դա իհարկե հանգեցրել է այն իրավիճակին, որն ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք ներկայումս չենք մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը մի պարզ պատճառով։ Մենք մինչև օրս չենք կարողանում մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց այն պարտավորություններին հակառակ, որոնք ամրագրված են հավաքական անվտանգության պայմանագրով։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով, նշել է Ռուսաստանի նախագահը։ Հայաստանի ղեկավարն էլ ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են նոր իրողությունների պայմաններում, երբ վերջապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Վարչապետն ընդգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը, նշելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գործում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի քննարկումներին Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ, հասկանալով, որ ցանկացած երկիր փորձում է առավելագույն օգուտ ստանալ երրորդ երկրների հետ համագործակցությունից, բայց դա պետք է լինի ակնհայտ եւ ազնիվ, նախապես հստակ ասված։ Եվրամիության մաքսային միությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում միաժամանակ գտնվելը անհնար է ըստ սահմանման, եւ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի։ Ռուսաստանում եւ Եվրամիության երկրներում ֆիտոսանիտարական պահանջները էականորեն տարբերվում են, ինչ վերաբերում է էներգետիկային, ինչպես գիտեք, էներգակիրների գները Եվրոպայում օրինակ գազին գերազանցում են $600 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Հայաստանը գիտի, որ երկու միավորումների անդամակցությունը համատեղելի չէ, նշել է վարչապետ Փաշինյանը։ Но то, что мы делаем, Սակայն այն, ինչ մենք այժմ անում ենք եւ այն օրակարգը, որ ունենք, առնվազն այս պահին համատեղելի են եւ սա փաստ է։ Եվ քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այդ օրակարգերը, մենք կշարունակենք դա անել։ Իսկ երբ գործընթացները հասնեն այն կետին, որտեղ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել, համոզված եմ, որ մենք, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կընդունենք այդ որոշումը։ Այս համատեքստում մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ երբեք չեն եղել եւ չեն լինի հարցականի տակ, որովհետեւ ինչպես արդեն ասել եմ, այդ կապերն ու հարաբերությունները շատ խորն են եւ ենթակա չեն քննարկման։ Իհարկե, մենք համագործակցում ենք նաև էներգետիկայի ոլորտում, եւ այստեղ եւս ունենք ավանդաբար ուժեղ կապեր եւ համագործակցություն։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում ենք նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ Սակայն այս հարցերում մենք լիովին թափանցիկ ենք, որովհետեւ չենք թաքցնում, որ այս թեմաները քննարկում ենք ոչ միայն ռուս գործընկերների, այլև այլ գործընկերների հետ, քանի որ փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը։ Հայ-ռուսական օրակարգը շատ հագեցած է, սակայն դեռ կան բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ, շեշտել է Հայաստանի վարչապետը, վստահություն հայտնելով, որ երկխոսության արդյունքում այդ հնարավորությունները կօգտագործվեն։ Նիկոլայ Ավետիսյան
Դեպի Հայաստան, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղով ռուսական եւ ղազախական բեռների տեղափոխումը ձեռնտու է բոլորին, ինչը հաստատվում է փոխադրումների աճող քանակով։ Այս մասին 10 գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է առևտրի զարգացմամբ եւ երկրների միջև բեռնափոխադրումների հոսքի ավելացմամբ։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը եւ Մեղրու հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ողջ հարավային Կովկասի զարգացման համար, եւ միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Նա վստահություն է հայտնել, որ ռուսաստանցի մասնագետները կարող են արագ վերականգնել Հայաստանի երկաթուղիները Ադրբեջանին եւ Թուրքիային կապող հատվածները։ Այդ հարցը Ռուսաստանում քննարկվել է ամենաբարձր մակարդակով եւ դրական արձագանք է ստացել։ Օվերչուկը նշել է, որ ռուսական պատվիրակությունը վերջերս է վերադարձել Երևանից, որտեղ քննարկվել են այդ հատվածների վերականգնման համար միջոցների ներգրավման եւ ներդրումների վերադարձելիության պայմանները։ Ըստ ռուսաստանցի փորձագետների երկաթուղու այդ հատվածների վերականգնումը կոմերցիոն նախագիծ է։ Օվերչուկը նաև նշել է, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ Նա նաև հայտարարել է, որ Ռոսատոմը կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն այդ հարցում կարևոր է, որ Երևանն ընթացիկ աշխատանքները վստահի ոչ թե եվրոպական, այլ ռուսական կապալառու ընկերություններին։ Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցությանը, շեշտել միությունում ոչ մի որոշում չի կայացվի ի հեճուկս Հայաստանի շահերի։ Հայաստանն ունի հավասար ձայնի իրավունք Ռուսաստանի եւ միավորման մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին, անկախ տնտեսությունների եւ երկրների չափերից։ ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի որոշում չի կայացվի, եթե այն չհամապատասխանի Հայաստանի շահերին, ասել է ռուսաստանցի պաշտոնյան։ Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին նոր գործընկերներ գտնելու եւ արտաքին շուկաների ընդլայնման հարցում, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ուղերձում խոստացել է, որ հակամարտությունը շուտով կավարտվի։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շուտով կհասնի Իրանում ռազմավարական կարևոր նպատակներին եւ առաջիկա 2-3 շաբաթում ծանր հարվածներ կհասցնի Իրանին։ Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի։ Այդուհանդերձ Թրամփը եւս մեկ անգամ այդ նեղուցով նավթ ստացող երկրներին կոչ է արել պարզապես վերահսկողություն հաստատել ջրային երթուղու նկատմամբ եւ այն օգտագործել հօգուտ իրենց շահերի։ ԱՄՆ նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին, խոստանալով ռմբակոծել այն եւ վերադարձնել քարե դար։ Ամերիկացի ժողովրդին ուղերձ է հղել նաեւ Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը երբեք թշնամանք չի տածել այլ ժողովուրդների նկատմամբ եւ իր ժամանակակից պատմության մեջ երբեք պատերազմ չի սանձազերծել։ Փեզեշքյանը շեշտել է, Իրանը որպես սպառնալիք ներկայացնելը չի համապատասխանում ոչ պատմական իրողություններին եւ ոչ էլ դիտարկելի փաստերին։ Դա արվում է քաղաքական եւ տնտեսական նպատակներով։ Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան առաջարկները, որոնք Իրանին փոխանցել են միջնորդները, պարունակում են չափազանց կոշտ եւ անտրամաբանական պահանջներ։ Էսմայիլ Բաղայիի խոսքով իրանցիները դրան վերաբերվում են ծայրահեղ զգուշությամբ։ Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի գոտում շուրջ 400 տարբեր նավ է կանգնած։ Մեկ ամսվա ընթացքում նեղուցով նավագնացությունը նվազել է 95%-ով։ Ըստ ՄԱԿ-ի առևտրի եւ զարգացման համաժողովի սա խաթարել է էներգակիրների փոխադրումը եւ մեծապես ազդել համաշխարհային առևտրի վրա։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Իրանը եւ լիբանանյան Հզբոլահը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տասնյակ անօդաչուներ են խոցել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Իսրայելն իր հերթին հարվածել է Լիբանանին, որտեղ նոր զոհեր են արձանագրվել։ ՆԱՍԱ-ն հաջողությամբ մեկնարկել է Արտեմիս 2 առաքելությունը։ Օրիոն տիեզերանավը Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից 4 տիեզերագնացներով ուղևորվել է դեպի լուսին։ Սա առաջին նման թռիչքն է 1972 թվականից ի վեր։ Առաքելությունը կտևի 10 օր։ Տիեզերանավը պետք է պտտվի լուսնի շուրջ եւ վերադառնա երկիր։ Տիեզերական թռիչքների պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացները կգտնվեն մեր մոլորակից 400,000 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք լուսնի ուղեծիր կհասնեն ապրիլի 6-ին առաքելության 6-րդ օրը։ Արտեմիս 2-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը Արտեմիս 1-ը իրականացվել էր 2022 թվականին առանց անձնակազմի։ Այս թռիչքը պետք է ճանապարհ հարթի Արտեմիս 3 եւ Արտեմիս 4 առաքելությունների համար։ Նախատեսվում է, որ Արտեմիս 4-ի ընթացքում մարդիկ կրկին ոտք կդնեն լուսնի վրա։ Սյուզաննա Չրաղյան
որոնք են էներգոարդյունավետության գնահատման ժամանակակից գործիքները, ինչպես դրանք օգտագործել կայուն էներգետիկայի ոլորտում, ինչ մոտեցումներ կիրառել։ Այսօրինակ հարցեր են քննարկվում էներգախնայողություն եւ էներգոարդյունավետություն ինքնագնահատման գործիքներ թեմայով տեղեկատվական գործնական դասընթացին։ Դասընթացով Գավառ համայնքում մեկնարկեցին Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո։ Հանդիպումն իրականացվեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կայուն էներգիա կլիմայի նկատմամբ կայուն համայնքային զարգացման համար ծրագրով Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Էներգետիկ շաբաթ միջոցառման շրջանակներում այս միջոցառումը նույնպես իր մասը կարող է ունենալ համայնքներում ընդհանուր տեղեկատվության բարձրացման մասով, բնակիչների տեղեկատվության բարձրացման մասով եւ ընդհանրապես ընդլայնել շրջանակը այդ միջոցառման մասնակիցների։ Տեղեկատվական դասընթացի մասնակիցները Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող եւ արևային կայաններ օգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն են, թեմայով հետաքրքրված բնակիչներ, ոլորտ ուսումնասիրող ուսանողներ ու դասախոսներ։ Այսօր ներկա գտնվեցինք էներգոարդյունավետության եւ էներգախնայողության վերաբերող դասընթացին, որը շատ արդյունավետ էր եւ ուսուցանող։ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում մենք կփորձենք մեր գիտելիքները փոխանցենք այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Դասընթացը տեղի է ունենում Գավառի համայնքապետարանի Ավենյու խորհրդատվական ընկերության եւ Զենիթ ակադեմիայի գործակցությամբ։ Մշակել ենք մեկ հատ գործիքակազմ, մի հատ հավելված, որի շնորհիվ բնակիչը կարող է մտնել իր տան էներգետիկ աուդիտը կատարել, այսինքն ինքնագնահատում անել։ Ծրագիրը հասանելի է Զենիթ ակադեմիայի պաշտոնական վեբկայքում։ Կազմակերպիչները հույս են հայտնում, որ տեղեկատվությունը կնպաստի համայնքում կայուն էներգետիկ քաղաքականության ձևավորմանը։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան։ Այս ալվածքի մաշինա մեջը լրիվ եշի ցեխաճուր կուշետքի մեջի շորենա սախ ցեխա տրած հեսե կուշետկան սերվանդի մեջնալա դաժե լծված հեսե պատը եշի սախ քանդվածա եշ ահա միչև սեստը տուրը միչև սեստը փակ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Արցախից տեղահանվելուց 5 տարի անց Քրիստինեի ընտանիքին բնությունը տհաճ ակնկալ է մատուցել։ Մարտի 27-ի վաղարավոտյան հորդառատ անձրևի հետևանքով ամբողջ տունը ցեխաջրերով է լցվել։ Հարազատների օգնությամբ մաքրել են տարածքը, փրկել ինչ հնարավոր էր, բայց վնասը շատ ավելի մեծ է։ Արաուտի կասած սատան մեջ ջուրը լցած։ Ակուշկավը եշակ տսակ էնե կեսանե ջուր լցած, ոչ կարող եք տուրը պեցանիկ, որ դուսկյակ։ Լե ամուսին զանեն կուճի ակուշկավը դուս եկած, ընդ ռեշոտկան հանած, որ մուկարիկ մեջավը դուսկյակ։ Զանգացım այնա եկած, քաղաքապետանա տրակտոր արկած, դե մի քիչ գետի հոսքը թույլատրալ են, բայց ամբողջ հայաթը կարում չկմուկ հայաթա ոչ դուրսկյակ, ոչ մտիկ։ Տուն հասնելու համար ամուսինը ժամանակավոր անցուղի է բացել, որով գնալ գալը հավելյալ փորձություն է։ Ժամանակին շատ բան ենք կորցրել, սա էլ կհաղթահարենք, նշում է Քրիստինեն, միայն թե ճանապարհի հարցը լուծվի։ Մենակ ամուսինս ակամ դա անցքենա։ Մի կեր պիտի տաննի, որ մզնդավ անցկցնի։ Թե չէ մի քիչ են ատսակ էլի։ Բանտի հնարավորություն էլ չկա, գոնե մուկ մր ուժերավ, սկի ոչ մեկին է նեղություն չկա, բայց հնարավորություն չկան։ Ահագին ծախսերի հետ կապված է, էլի են ալավ էլ ըրվամա։ Հիմա ես անասուն եմ պահում, էլի, անասունս պիտի դուրս գա գնա, ինձ է մեքենա է պետք, փակի տակա, չիպավա, որ անդադ կարաս անասունին հետևես։ Հիմա քանի օր է հենա փակի տակ, իմեզ է խոտ չունենք։ Խոտը պիտի բերվի, մեծ մեքենա է պետք։ Տուժածների թվում են նաև Տիկին Արմինեն ու ամուսինը։ Նոր բիզնես էին սկսում, մոտ էին վերանորոգման ավարտին եւ պատրաստվում էին հյուրատան դռները բացել։ Սելավը նրանցից առաջ ընկավ պոկելով դարպասը։ Մենք տանը չէինք, Երևանում էր ամուսինս, տղաս։ Ես Facebook-ով եմ իմացել, որ Գրիգոր Արզումանյան փողոցում ջրհեղեղ ա եղել։ Անմիջապես զանգել եմ խնամուս, եկել ենք այստեղ։ Եկել եմ երկու կողմից պտտվում եմ, չեմ կարում։ Ջուրը սենց գետի հունը մեր բակով, մեր տան միջով գնում է։ Բավականին երկար սպասել ենք, մինչև այդ վարարման պահը անցել է, հետո այն կողմով հարևանի բակով մտել եմ մեր այգով տուն եմ մտել։ Մտել եմ նոր վերանորոգած
ամբողջ տունը ջրի մեջ, այս բարձրության ոտքերս լրիվ թրջվել է։ Երկու սենյակը նոր լամինատը խփած, պատերը ներկած, ամբողջ ջուրը լամինատների տակ։ Վերանորոգման նյութերը, նոր ձեռք բերված կենցաղային տեխնիկան, ջեռուցման համակարգը, մի խոսքով ամբողջը վերածվել է աղբի։ Ամուսինների տարիների աշխատանքը րոպեների ընթացքում ջուրն ընկավ։ Նրանց համոզմամբ մոտ 20 միլիոն դրամի վնաս են կրել։ Այս հատված այնքան բարեկարգ էր, ոնց որ ական ընկած լինի մեր բակը, չգիտեմ, ես ոնց նայում եմ ամենաշատ վնասը մեր բակում ա եղել, սկսած տնից դուրս եկած բակով։ Աշխարհին խաղաղություն լինի, ժողովուրդն էլ այսպիսի աղետներից զերծ մնան, հեռու լինեն։ Բնության դեմ կռիվ անել չենք կարող։ Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ այս պահին ընթանում են վնասների գույքագրման, տվյալների ամփոփման աշխատանքներ, որոնց չափերի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ։ Սպասում են նաև վնաս կրած բնակիչների կողմից դիմումների վերջնական հավաքմանն ու դրանց վերլուծությանը։ Տուժածն առաջին հերթին պետք է դիմումը ներկայացնի Կապանի համայնքապետարան, որի հիման վրա կիրականացնեն գնահատում եւ հաշվառում։ Խոսակցությունները, թե փոխհատուցումը տրամադրելու են համայնքային կամ մարզային իշխանությունները, իրականությանը չեն համապատասխանում։ Այն քաղաքացիները, որոնց գույքին հասվել է վնաս արտակարգ իրավիճակի հետևանքով, կարող են դիմել Կապան համայնքի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մշտական գործող հանձնաժողով։ Ցանկալի է, որ նրանք ներկայացնեն նաև վնասը հաստատող փաստաթղթեր եւ լուսանկարներ։ Համայնքային հանձնաժողովը հաշվառում եւ գնահատում է վնասները, կազմում համապատասխան ակտեր։ Կազմված ակտերը ներկայացվում են մարզային հանձնաժողովի քննարկմանը, որից հետո համաձայնեցված ակտերը, գնահատման ակտերը ներկայացվում են հանրապետական հանձնաժողով։ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական իրավաբանական անձանց հասված վնասների փոխհատուցում տրվում է կառավարության որոշմամբ։ Մարտի վերջին օրերը Սյունիքում նշանավորվեցին առատ տեղումներով։ Հաշվի առնելով հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հայտարարությունը, մարզային փրկարարական վարչությունն անցել էր աշխատանքային արտակարգ ռեժիմի։ Մարտի 27-ից 28-ը ընդհանուր առմամբ մարզում արձանագրվել է քարաթափման 9, փլուզման 5, սողանքի եւ հեղեղման 2 դեպք։ Առավել կաթվածահար էր Գրիգոր Արզումանյան փողոցը։ Սելավի հոսքի հետ միասին ճանապարհի մեծ մասում հիմնականում լցված էին երկաթե կոնստրուկցիաներ, փայտե կոնստրուկցիաներ, ծառեր, թփեր, որոնք ամբողջովին փակել են երթևեկությունը բոլոր ուղղություններով։ Հատուկ տեխնիկայի եւ փրկարարական հատուկ գործիքների օգտագործմամբ նախաձեռնել ենք նշված ճանապարհը այդ հատվածը խոշորդոտներից բացահայտելու աշխատանքները, զուգահեռել բարեկային ծառայությունը հնարավորինս անվտանգ երթուղիներ էր առաջարկում տրանսպորտային միջոցներ վարողներին, որպեսզի շրջանցեն այդ հատվածը։ Այսպիսով համայնքային ու մարզային ենթակայության բոլոր ստորաբաժանումներն ինտենսիվ աշխատել են քաղաքացիներին հանկարծակիի բերած իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու ուղղությամբ։ Մարզային փրկարարական վարչության պետը եւս մեկ անգամ հորդորում է պահպանել զգոնությունը եւ չտրվել շրջանառվող ապատեղեկատվությանը։ Կհորդորեի միշտ հետևեն միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, ցանկացած նմանատիպ խնդիր իրեն շրջակայքում տեսնելու դեպքում անմիջապես զանգել 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի հնարավորինս արագ մենք կարողանանք արձագանքել, քանի որ շատ բան կախված է նաև օպերատիվ արձագանքի ժամանակահատվածից։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան,